Նախ ներկայական քարտերի գնահատման մասնակիցներ, շրջակա միջավայրի նախարարության, շրջակա միջավայրի վերահսկողության փոխարինական կենտրոնի գլխավոր մասնագետ Մեսրոպյան Մորիչյան։ Դրանք ինչ հաշվետվության անդրադառնալ և ուզում ձեզ տեղեկացնել, որ օրենքով կարգով այսօրվա հանրային լսումը տպագրվել է առավոտ օրաթերթում լսումից առնվազն մեր օրենքի համաձայն ոչ շուրջ 15, ոչ շուրջ 21 օրներ այդ ինտերվալը պահել ենք, բացի առավոտ օրաթերթից տեղադրվել է նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և տեղության ներկայացվել է Լոռու Բերդամայքին, ինչպես ասեցի, այսօրվա կայանալի հանրային քննարկման վերաբերյալ։ Ներքո նախատեսության ներկայացնեմ երկրաբանական ուսումնասիրության նպատակը։ Ուրեմն երկրաբանական ուսումնասիրությունը չի նշանակում շահագործում։ Երկրաբանական ուսումնասիրությունը որպեսզի թույլ տան ընկերության տվյալ տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնի և պաշարներ հաստատի։ Պաշարներ հասնել և ուսումնասիրություն անելուց հետո ներկայացում է համապատասխան մարմիններին, պաշար հաստատվում է նոր արդեն շահագործման համար ընկերությունը կդիմի փորձաքննության։ Հնարավոր է, որ պաշար չլինի։ Դա ուսումնասիրության արդյունքում։ Դրա նպատակը սա է, ուսումնասիրություն։ Ուրեմն մինչ այս պահը նախատեսվող գործունեությունը գտնվում է փորձաքննության փուլում, նախատեսվող գործունեությունը գտնվում է Կովեսի Կապրոսի երնիկների հանգավայր գրառնալ տեղամասը վարչական տեսակետից գտնվում է Լոռու մարզի Լոռու Բերդ խոշորացված համայնքի Կովես բնակավայրի վարչական տարածքում Կովեսից շուրջ 1200 մետր հեռավորության վրա։ Ուրեմն տարածքը ուսումնասիրվող տարածքը համայնքային կադաստրային քարտեզում հաշվառացվել է որպես գյուղատնտեսական նշանակության։ Փորձաքննության մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության բոլոր ստորաբաժանումները, անտառային կոմիտե, անտառային հայանտար վարկը, անտառային քաղաքականության վարչությունը, մթնոլորտային օդը, բնության հատուկ պահպանող տարածքները, վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքական վարչությունը, հողերի, ընդերքի քաղաքականության վարչությունը, ջրային քաղաքականությունը, ջրային ռեսուրսները և այլն։ Բացի ստորաբաժանումներից նաև փորձաքննության մասնակցել է առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ներքին գործերի նախարարությունները, կադաստրի կոմիտեն, Լոռու մարզպետարանը և Լոռու Բերդ համայնքը։ Ստացված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ուղարկվել են ընկերության լրամշակման, հաշվետվությունը լրամշակվել և ներկայացվել է փորձաքննության։ Հետևաբար այսօր մենք իրականացնում ենք երկրորդ հանրային քննարկումը։ Ուրեմն ես մի մանրամասն ներկայացնեմ հաշվետվության կապված երկրաբանական ուսումնասիրության հետ, ինչպես ասեցի գտնվում է Կովես բնակավայրում, հանքերեման Գաբրոսի և որակական հատկանիշները պարզաբանելու համար նախատեսվում է հորատանցքերից, փորձնական բացանքից, մակրվածքից կատարել նմուշարկում, իսկ խիստ կողմահարված շերտավորված Գաբրոսի երնիկներ որպես խիճ խումբ պարզելու համար նախատեսվում է համախառն նմուշի վերցնել։ Ուրեմն ես այլ մի քիչ հետո ես կասեմ, գուցե մեր նախատեսողներն ավելի մանրամասն ներկայացնեն, որ իրականացնում են նմուշարկում և այլն։ Ուրեմն նախատեսվող գործունեությանը տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հորատել 5 հորատանցք, 257 մետր ընդհանուր ծավալով 3 հետախուզական գծերի վրա։ Նախատեսվում է նաև իրականացնել
փորձնական հանում, այդ հետախուզական օրերից այդ նմուշները, որ անում են, ուղարկում են լաբորատորիա ուսումնասիրության համար։ Փորձնական բացանքի և մակրվածքների անցումը կկատարվի առանց պայթեցման աշխատանքների։ Հանքերևակման նմուշները, որ վերցնում են, դրանք բոլորը, ինչպես ասեցի, լաբորատորիայում ուղարկում են նմուշարկման, վերցվելու է 46 նմուշներ, որ պետք է իրականացվի լաբորատոր ուսումնասիրությունում, այնտեղ ուսումնասիրում են և բացի դրանից նաև նախատեսվում է ինժեներերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև ռադիոէլեկտրական ուսումնասիրությունը։ Այդ ուսումնասիրության այդ նպատակը դա է, նմուշը վերցնում են, ուղարկում են լաբորատորիա։ Ուրեմն հայցող տարածքում նախատեսվում է 5 հորատման հրապարակների և դրանց մոտեցման ճանապարհների կառուցում։ Ուրեմն կառուցվում է 5 հորատման հրապարակը 215 մետր քառակուսի, իսկ ճանապարհներից 1000 մետր, 1 կիլոմետր երկարությամբ կառուցվում է ճանապարհ հորատման հրապարակների մոտենալու համար և 1 կիլոմետր էլ վերանորոգման աշխատանքները իրականացվելու։ Իհարկե աշխատանքները ավարտելուց հետո այդ ճանապարհները արդեն ընկերությունը ներկայացրել է, որ կամ հետագայում եթե թույլ տվություն ստանա իրականացնի շահգործման համար, եթե չէ, համայնքի բնակավայրի բնակիչների համար ծառայի որպես դաշտամիջյան ճանապարհ։ Ուրեմն ըստ ներկայացված հաշվետվության մթնոլորտային օդը, աղմուկը, թրթռումը գտնվում են նորմայի սահմաններում, քանի որ նախ բնակավայրից հեռու է, իսկ երկրաբանական ուսումնասիրության ժամանակ սանիտարապաշտպանիչն պաշտպանված չէ, բայց ընկերությունը հաշվարկ և աղմուկի և թրթռման մակարդակի հաշվարկը հիմնավորելով ներկայացրել է, որ մթնոլորտային օդը, թրթռումը և աղմուկը գտնվում են նորմայի սահմաններում։ Ինչպես շահգործման ժամանակ, արտոնահանման, այնպես էլ երկրաբանական ուսումնասիրության ժամանակ աշխատանքները ավարտելուց հետո ընկերությունը պետք է իրականացնի ռեկուլտիվացիայի աշխատանքներ, այսինքն այդ հորատանցքերը, որ ինքը կատարել է, դրանք նորից հետ են լցվելու։ Եվ այդ աշխատանքների համար ընկերությունը նախատեսել է 4 միլիոն 150 հազար դրամ։ 4 միլիոն 182 հազար դրամ։ Դա լեռնատեխնիկական և կենսաբանական, ուրեմն որից կներեք էլի, հազարական ներողություն։ Նրան, որ ոտև պահանջել են, գրել էին, որ մոտիկ տարածներում տամբարանատաշտ կա, դրա համար ես պահանջեցի, իսկ նրան, ես տվեցի, կարծիքը, վերջի կարծիքը, մշակույթը տվել է դրական կարծիք։ Ես լրիվ տվել եմ, են մեծ սեղանի վրա տվել։ Չէ, երկու հատ պատետ դրեց, ես կեզ ասի միասնեմ, ասի չէ, առանձին։ Ամպոպատետում կրած է, իսկ մոնոլիզային չկա։ Բոլորը նորմալ է։ Իրանք էլ հաշվարկներով հիմնավորել է, որ գտնում են նորմայի սահմաններում։
Որ մեկի Մոնոլիզան այո նո սպագետի թղթային տարբերակը եւ իրանց ամփոփաթերթի մեջ երկրորդ կարծիքները լրիվ ես փոխել եմ, որ էսի դիտող նախատեղ համարյա դիտողություն չկա մոնոլիզի մենակ հիդրոնա Էսա ես ասեմ թողնա հազար անգամ ներողություն եմ կարող վարդություն Չանչեր պարոն Սուրբյան կարծել, երևի նախագծողը թեկուզ Արտակ Անտոնյան, մեր ընկերությունը զբաղվում է հանքավայրերի նախագծերի և հաշվետվությունների կազմամբ, Գրանալ ընկերությունը դիմել է մեզ, որպեսզի մենք կազմենք այսօր տեղամասի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու պատետի կազմումը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության հանքավայր ունենալու և շահագործելու համար գոյություն ունի երկու իրարից անկախ փուլ։ Առաջի փուլը վերաբերվում է երկրաբանական ուսումնասիրությանը, իր առանձին հանրային քննարկումներով, իր առանձին կարգավորումներով, որի ժամանակ ուսումնասիրվող տեղամասում կատարվում են երկրաբան հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում գնահատվում է օգտակար հանածոյի քանակները և որակը։ Որից հետո հաստատվելուց հետո, երբ որ հաստատվում է օգտակար հանածոն մեր պետական ֆոնդերում որպես հանքավայր, որպես օգտակար հանածո, դրանից հետո երկրորդ փուլն է, որը կոչվում է արդյունահանման փուլ, ընկերությունը, որ դիմում է տվյալ հաշվարկված պաշարները օգտագործելու, շահագործելու համար։ Մեր ընկերությունը այս պահին գտնվում է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու փուլի երկրորդ հատվածում, երկրորդ հանրային քննարկմանը, որից հետո դրական լինելուց հետո արդեն կստանա երկրաբանական հետախուզություն իրականացնելու թույլտվություն։ Ինչ է իրենից ներկայացնում երկրաբանական հետախուզական աշխատանքները։ Հորատման աշխատանքներ, այսինքն հորատող մեքենա, որի վրա տեղակայված է հորատող հաստոցը, 10-15 սանտիմետր դիամետրով պրոստը ծակում է և խորքից հանում է օգտակար հանածոն, որը հետագայում տարվում է լաբորատորիա, ենթարկվում է և քիմիական անալիզի և այլ անալիզների, որի ընթացքում պարզվում է արդյոք այդտեղի գտնվող կոնկրետ մեր պարագայում դաբրոսիենիդ կոչված օգտակար հանածոն պիտանի է շինարարության մեջ, թե ոչ։ Եվ իրականացվելու է փորձնական հանույթ։ Փորձնական հանույթը իրանից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունք են տալի 250 խորանարդ մետր քար, պարզապես տանել սղոցարան, կտրել, հասկանալ բլոկի ելքը, այսինքն հանված օգտակար հանածոյի զանգվածից ինչքանն է պիտանի բլոկի, եւ այդ բլոկը սղոցարանում կտրելուց հետո կպարզվի, թե ինքը ինչի է պիտանի, թե երեսապատման սալիկի համար է պիտանի, արդյոք մի կուբ քարից ելնող երեսապատման սալիկի մակերեսի քանակությունը ձեռնատու է թե ոչ, այդքան բան։ Քանդման աշխատանքները որպես այդպիսին չկան, քանդելու համար միայն փորձնական բացահայտն է, որ պիտի քանդվի մեր պարագայում մեր հայցվող տեղամասում արդեն իսկ խորհրդային միության տարիներից սկսած հատված կա քանդած, որից եւ մենք չենք նախատեսում ավել քանդել, հենց այդ տարածքից վերցնելու ենք, այսինքն քանդման աշխատանքները որպես այդպիսին չեն լինելու։ Կառուցվելու է ճանապարհներ, հորաթրապարակ իրանից ներկայացնում է պլաշատկա, որը դռնատար հաստոցող մեքենան կարողանա ուղիղ կանգնի։ Այլ աշխատանքներ չեն իրականացվում, բնապահպանական ռիսկեր չկան, ռիսկերը ստեղ որպես այդպիսի ֆինանսական ռիսկերն են, որը կրում է ընկերությունը, այսինքն մեծ ներդրումներ անելու, այդ աշխատանքները իրականացնելու համար, որտեղ բավականին թանկ են այդ հորատման աշխատանքները, լաբորատոր աշխատանքները,
ամբողջ ռիսկը եւ ֆինանսական միջոցները ընկերության սեփական միջոցներն են, ռիսկն էլ ընկերության վրա է, արդյոք կլինի օգտակար հանածոն թե չի լինի, եւ ծախսերը եւ արդարացված են թե ոչ, ամբողջ ռիսկը ընկերության վրա է։ Իսկ որպես այդպեսին բնապահպանական ոչ մի վտանգ իրանից չի ներկայացնում, ինքը քարա, շինանյութա, մետաղական հանք չի, որ մտածենք եսի միջերա լինելու, եւ իրան հենց հարակից կպած տարածքում երկու գործող հանքավեր կա այս բանի։ Լավ, հարցը սենց ասեմ, այսինքն դուք լրիվ նոր տարածքում եք որոշել հորատում անել, ու ուսումնասիրություն, երբևէ տեղի տվյալների, պաշարների մասին տեղեկատվություն որպես այդպեսին չկա, ոչ մի տեղ։ Մեր ենթադրությունը պարզապես եղել է օրինակը, եւ որ իրանք հենց հարակից են, ուրեմն ենթադրաբար ստեղ էլ կլինի այդ որակի քար, այդքան։ Իսկ ընկերությունը ինչ պատմություն ունի, ասենք, ինչով է զբաղվում եւ դա իր անձնական օգտագործման համար է շինարարություն ինքը իրականացնում է, թե պարզապես վաճառելու է հումքը, որպես շինանյութ։ Որպես ընկերություն սրբա ինքը նոր է, բայց ընկերության ղեկավարությունը երկար տարիներ Հայաստանում զբաղվում է շինարարական հանքավայրերով, հիմա էլ ունեն մի քանիսը, այսինքն իրանք իրականացնում են շինարարական գործունեություն երկար տարիներ։ Այսինքն հումքը իրենց շինարարական աշխատանքների համար է օգտագործվել։ Եվ նաև ցանկացողների համար։ Իսկ այս հորատման ընթացքում, այս ուսումնասիրությունը ինչքան է նախատեսվում, ժամանակահատվածը։ Ծրագրի 2 տարի է, մենք այցել ենք 2 տարով թույլտվություն, բայց Աստված առաջ այդ հնարավոր լինի ավելի շուտ, քանի որ այդ տարիները եւ ներդրումները ընկերության համար բավականին բարդ են, ինչքան հնարավոր է շուտ մենք ցանկանում ենք անել, բայց մենք այցել ենք թույլտվություն 2 տարի։ Որտեվ փորձ ունենք, որ հորատել ուսումնասիրության աշխատանքներ չեն արել մի 2 տարի, հետո ասում են երկարացնենք, երկարացմանը դեմ գնացին բնակիչները, հիմա վայրենավարի կարելի ասել կներեք արտահայտությանս փորում են, էլի դրա համար եմ ասում։ Լինի, որտեղ մեր օրենսդրությունը թույլ տալիս է երկարաձգել թույլտվությունը, սակայն որոշակի աշխատանքներից հետո եւ որոշակի սահմանային փոփոխությունից հետո տարածքի։ Նո, եղա, շնորհակալություն։ Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում, որովհետև գործեր կապված քննարկումներ։ Ուրեմն 2.175.000 եւ պլյուս բացի լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայից իրականացում են նաեւ կենսաբանական ռեկուլտիվացիա, կենսաբանական, այսինքն ցանցի տեսքով, որի համար ընկերությունը նախատեսել է 14,000 դրամ, ընդհանուր 2 միլիոն հանգուան։ Մոնոլիզի բանիչի լավ մանալ քննարկում ենք։ Ուրեմն, ինչպես գիտենք, ցանկացած գործունեություն իրականացնելիս շրջակա միջավայրի վրա որոշակի բացասական ազդեցություն ունենալու է։ Բայց ընկերությունը ներկայացրել է այն բնապահպանական միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում մեղմացվելու է շրջակա միջավայրի վրա ազդեցությունները։ Բացի բնապահպանական միջոցառումներից իրականացվում են նաև մշտադիտարկումներ։ Հիմա ես մի 2-3 կետ ներկայացնում բնապահպանական միջոցառումներից փոշի նստեցման համար, որպեսզի փոշի չառաջանա, օդի դրական ջերմաստիճանի դեպքում դրականը շատ կարևոր է, էլի։ Օդի դրական ջերմաստիճանի դեպքում պետք է իրականացվի ջերմցանք, որպեսզի փոշի չառաջանա։ Մեքենաների լիցքավորումը կատարվելու է մոտակա լիցքավորման կետերում, որպեսզի հողը աղտոտվածություն չլինի, լցնելուց կթափվի եւ այլն։ Աշխատանքներ իրականացնելուց հետո իրականացվելու է ռեկուլտիվացիայի աշխատանքներ։ Մեքենաները տեխնիկան աշխատելու են անթերի վիճակում, շարժիչների վրա, ավելի ճիշտ մեր լեզվով ասած, այն գարուշիվտերների վրա խլացուցիչներ են դրվում, որպեսզի աղմուկի մակարդակը
ցածր լինի։ Օգտագործվելու են նորագույն տեխնիկայով մեքենաներ, որպեսզի թրթռումը եւ աղմուկը գտնվի նորմայի սահմաններում։ Աղբահանությունը իրականացվելու է կենցաղային աղբահամայնքի հետ համաձայնեցված, տեղափոխվել է համապատասխան վայր, իսկ այն մեքենաների փոխարինման դետալները դրանք ընկերության կողմից տրամադրում են համապատասխան ապար լիցենզավորված ունեցող կազմակերպությունների։ Սա բնապահպանական միջոցառումներ, ինչպես ասեցի, իրականացվում է բացի դրանից իրականացվելու է նաև բուսական և կենդանական աշխարհի պահպանման միջոցառումներ։ Ուրեմն բացի բնապահպանական միջոցառումներից իրականացվելու է մոնիթորինգ, մշտադիտարկումներ, օդի մթնոլորտային մշտադիտարկումներ շաբաթական 1 անգամ, հողի մշտադիտարկումներ ամսական 1 անգամ, վայրի բնության կենսամիջավայրի կարմիր գրքում ընտրված տեսակների տարեկան 1 անգամ, աղմուկի մակարդակի մշտադիտարկումներ տարեկան 1 անգամ։ Եվ սրա համար ընկերությունը նախատեսել է տարեկան 350,000 դրամ մշտադիտարկումների իրականացնելու համար։ Ստեղ մի հատ կետ ունենք 70 մետր հեռավորության վրա գտնվող կիսաչոր առվակ տեղեկատարում մշտադիտարկում, ինչ է նշանակում կիսաչոր։ Այսինքն ինքը հիմնականում տարվա մեծ մասը չոր է, ինքը գործում է սելաֆատարի նման փոքր բան է, ոռոգման համար հանդիսանում չէ, հանձրելի սելաֆատարների։ Նա ինքը ուղղակի բնական գոկավորությունը ձևավորվել, բնական, որտեղ անձրևների ժամանակ սա երկու կողմի այդ լանջերի ջուրը ավարտվում մտերով է հոսում, որն է հիմնականում ջուր լինում է դառնան անձրևների ժամանակ, անձրևների դադարելու հետեի ջուրները դադարում, որպես այդպիսին առվակ ասել ավելի ճիշտ ինքը սելաֆատարի է։ Պրոստը շատ փոքր է սելաֆատարի նման։ Առվակ չի, բայց սելաֆատարի չափսը լինել չի ամփոփտացան։ Նա, շնորհակալություն, ուրեմն սկզբից ես ասեցի, որ գործակնությանը մասնակցել են ստորաբաժանումները և նախարարության կատաստրի կոմիտեն և այլն։ Ուրեմն լրամշակված հաշվետվությունը մենք կրկին անգամ ուղարկել ենք կարծիքների շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և երկրորդ անգամ լրամշակված հաշվետվությունից հետո ստացել են նորից իրենց առաջարկությունները ու դիտողությունները, ես ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել։ Բնության հատուկ պահպանվող քաղաքականության վարչությունը ներկայացրել է, որ առաջարկություններ և դիտողություններ չունի, այսինքն ընկերությունը նորմալ հաշվետվությունը լրամշակել է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է կլիմայի և օդի վերաբերյալ դիտողություն չունի, հողերի ռեսուրսներ ենթաբաժնում անհրաժեշտ է ներկայացնել հայցող տարածքի հողային ռեսուրսների աղտոտվածության տվյալները։ Պետք է ուսումնասիրենք Որտեղ գրել էիք մի քիչ հողի նկարագրել էիք, բայց այդ կոնկրետ աղտոտվածության Հողերի և ընտերքի քաղաքականության վարչությունը ներկայացնում է, որ արդյոք նախատեսված գումարը կհերիքի ռեկուլտիվացիայի աշխատանքներին, քանի որ հիմա տեսեք, լինի շահագործում, թե ուսումնասիրություն, մենք գիտենք, որ կառավարության 2021 օգոստոսի որոշումով նախկինում ուրեմն մինչև 21 թիվը շահագործումից հետո նոր
ընկերությունը իրականացնում էր ռեկուլտիվացիայի աշխատանքներ, բայց հիմա 21 թվականի կառավարության որոշման համաձայն հենց առաջի իսկ օրվանից ամսական իրանք այդ ռեկուլտիվացիայի գումարը մուծում են, լինի շահագործում, լինի թե ուսումնասիրություն, ասենք շահագործման փուլում ընկերությունը ներկայացրել է 5 միլիոն 20 տարով, այդ 5 միլիոնը բաժանվում է 20 տարվա ամիսների վրա, ամսական ինչ թիվնի X թիվ, ենթադրենք 70,000 դրամ, 70,000 դրամ ընկերությունը մուծում է պետ բյուջե, որպեսզի աշխատանքներ ավարտելուց հետո, եթե ընկերությունը զլանա չիրականացնի ռեկուլտիվացիայի աշխատանքները, այդ գումարը կա արդեն կներեք լիազոր մարմինը ինքը իրականացնելու է, իսկ եթե կրկնակի ընկերությունը իր ծախսերով ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնի, այն գումարը, որ այդ 20 տարիներ ինքը մուծել արդեն դա հետա գալիս իր հաշվի վրա։ Փողերը ընդամենը սա է ասում, դրա համար ասում է, արդյոք բավարար է։ Այսօրական հաշվարկված ըստ կառավարության որոշման եւ կարծում եմ եւ ձեր փորձով եւ մնացածի ուսումնասիրության աշխատանքների կատարված քանդած հատվածների համար 2 միլիոն պլյուսովը մեծ Ես համաձայն եմ ձեզ։ Այստեղ մի հարց տամ նոր առաջ գնանք, հա, ռեկուլտիվացիան անմիջապես ուսումնասիրության ավարտից հետո պիտի անի ու նոր գնա արդյունահանման աշխատանքների։ Ուրեմն, տեսեք, ես սկզբից երկրաբանական ուսումնասիրությունը բացատրեցի, հիմա նորից եմ ասում, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ավարտելուց հետո ինքը պետք է ռեկուլտիվացիայի աշխատանքները իրականացնի։ Ինչի համար, ես ասեմ, տեսեք, դրանից հետո իհարկե ԱԿԻ-ն այդ նմուշարկումները իրականացնում ԱԿԻ-ն երկար ժամանակ է տևելու մինչև հետո տարածքայինում այնտեղ տեսչական մարմինը ստուգում այդ ամբողջ փաստաթղթերը երևի մեկ տարվա կտրվածքով կտրվի, չէ՞, մինչև իրանց պաշարը հաստատվի, միգուցե պաշար չհաստատվի, ենթադրենք, Աստված չանի, որ այդ փոսերը չի մնա։ Դրա համար ռեկուլտիվացիայի աշխատանք պետք է իրականացնի, հետո թող շահագործում լինի, կամ ասենք շահագործումը թույլ չենք տալիս, ոչ թե մի քիչ կողքից տնչես, ասենք դրական եզրակացություն չի ստանում։ Դրա համար ամենաճիշտը, որ ի սկզբանե ռեկուլտիվացիայի աշխատանքները իրականացվի, ու ընկերությունը ներկայացրել է, հաջորդ ունեք հարցեր։ Հաջորդը մթնոլորտային քաղաքականության վարչությունը ներկայացնում է, որ նախագծի նորմատիվ իրավական հենք բաժնում ներառել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունների գնահատման կարգ հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 25-ի նոմեր 191-ը որոշումը, երկրորդ մթնոլորտային օդի և բնապահպանական կառավարման պլան բաժների օդային ավազանի արտոպատության վերաբերյալ միջոցառումները համապատասխանեցնել մթնոլորտային օդի պահպանման մասին օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի այն ենթակետի դրույթներին, որոնք վերաբերվել են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին։ Ներկայացրել եք երևի շահագործմանը։ Հետո օդի դրական ջերմաստիճանի բայց իրանց ուզած օրերի քանակով մոնիտորինգը ներկայացնում։ Համաձայն եմ, բայց աշխատեք ընդհանրապես, որ գրում եք փոշի նստեցման օրական իրականացվելու է 2-3 անգամ